Ողջույն։ Ռուսալեզու եւ օտարալեզու տարբեր լրատվամիջոցներից կարող ենք լսել այն մարդկանց մտահոգությունը, ովքեր որ դիրքավորում են իրենց Պուտինի վարչակարգի դեմ եւ իր սանձազերծած այս ագրեսիայի դեմ, այն մասին, որ Պուտինի քարոզչամեքենայի այսպես հենասյուները ծագումով հայեր են եւ դա փաստ է, կան իհարկե այնտեղ նաեւ հрьяաներ, ինչպես օրինակ Կարկարուն Վլադիմիր Սոլովյովը, բայց հիմնականում դրանք հայեր են, թվարկենք, նաեւ խոսքը ամենաարդյունավետների մասին է իհարկե, ոչ թե քանակապես բնականաբար չէին ձգի այսպես հայերը, բայց ամենաարդյունավետ քարոզիչներն են, Մարգարիտա Սիմոնյանն է, նրա ամուսին Տիգրան Քյոսայանն է, Սիմեոն Բաղդասարովը մշտապես հյուր են տարբեր հաղորդումներում, Սերգեյ Կուրգինյանը, Միրանյան Անդրանիկը, Ռոման Բաբայանը, Գևորգ Միրզայանը, Կարեն Շարնազարովը եւ այլն։ Էլի կան, հիմա կարող է այս պահին չհիշեմ, ինչպես է իրոք ստացվել, որ հայերը եւ նաեւ էլ քննարկենք ինչքանով են իրենք հայեր, այդպես ակտիվ դերակատարություն ունեն ռուսական հեռուստաընկերություններում, բացի այն, որ իրենց իհարկե տեղ է տրվում, որովհետև շատ ավելի հարմար է ռուսական այսօրվա իշխող վերնախավի համար այսպես հարվածի տակ դնել նաև միջազգային հանրության եւ նաև իրենց այսօրյա օպոնենտների, ուկրաինացիների աչքի առջև հենց նախևառաջ հայերին, բայց դա հիմնական դերակատարում է այդ չի, որ այդպես է ստացվել, որ այդ քարոզիչների ամենաարդյունավետ մասը հայեր են։ Իրականում պետք է ուսումնասիրել, թե ովքեր են այդ քարոզիչները, ինչքանով են իրենք հայ, ինչքանով են իրենց զգում հայկական աշխարհի մաս եւ ինչքանով ռուսական աշխարհի մաս, որտեվ իրենք բոլորն ռուսական աշխարհի քարոզիչներ են։ Իրականում, երբ որ մենք ուսումնասիրում ենք յուրաքանչյուրի տարածվող նարատիվները եւ յուրաքանչյուրի դիրքավորումը, մենք տեսնում ենք, որ դրանց բացարձակ մեծամասնությունը իրականում հայկական հարցը եւ հայկական նարատիվները պատկերացնում են հիմնականում հայդատականության շրջանակներում, որը ենթադրում է իր մեջ մշտական թշնամանք Հայաստանի կողմից Թուրքիայի հանդեպ եւ հակառակը մշտական կախվածություն, վասալություն նույնիսկ Ռուսաստանից, որը եւ պետք է իհարկե իրենց կարծիքով, նման մտածողություն կրող մարդկանց կարծիքով, ուրեմն իրականացնի հայերի, ինչպես իրենք մտածում են, բազմադարյա երազանքը, ուրեմն ծովիսով Հայաստան ունենալու կամ գոնե, այն որ ասում է չկա, գոնե Սևրի դաշնագրով մեր տարածքները վերադարձնելու առումով։ Այսպիսի ինչ որ գաղափարներ, որով տոգորված է իրականում հայության զգալի մասը, այնպես չի, որ իրենք շատ յուրահատուկ են այդ տեսակետից։ Եվ իրենք իրականում հայկական բավականին տարածված նարատիվների կրող են, ցավոք սրտի, եւ դա իրենք տեսնում են, ելի եմ ասում, մի նոր իրենց համար նոր հարազատ դարձած հայրենիքի միջոցով, այսինքն դրա իրականացումը, որը Ռուսաստանն է։ Ինչպես են նրանք դա պատկերացնում, Ռուսաստանը ավանդաբար Թուրքիայի թշնամին է եղել, իրենք ամենայն դեպս այդպես են կարծում, ափսոս որ ռուսերենով դեռ չի թարգմանվել Հրանտ Տեր-Աբրամյանի շարքը ռուս-թուրքական վանդակը, որը որ հրաշալի վերլուծում է, թե որքանով են ռուսներն ու թուրքերը, ես նկատի ունեմ, որը որ հրաշալի վերլուծում է, թե որքանով են ռուսական եւ թուրքական կայսրությունները իրար թշնամի, բայց ամեն դեպքում իհարկե ամենակարևորը այն է, որ մենք հասկանում ենք, որ միշտ անկախ նրանից, թե այդ կայսրությունները պատերազմել են իրար դեմ, թե դաշնակցել են իրար հետ, երկու դեպքում էլ տուժել են հայերը, հատկապես այն ժամանակ, երբ որ հայերը եղել են այդ երկու կայսրությունների մաս կամ գոնե դրանցից մեկի մաս, ինչպես վերջին 70 տարում է, որտեղ են մյուս կայսրությունից ցեղասպանության արդյունքում ամբողջ հայությանը բնաջնջեցին։ Հիմա այդ մարդիկ իրականում, երբ որ ուսումնասիրում ես նաև իրենք ինչպես են դիրքավորում իրենց նաև որպես հայ ծագումով, իսկ իրենք միշտ շեշտում են իրենց ծագումը հայկական։ Մարգարիտա Սիմոնյանը վերջերս նույնիսկ հայտարարեց, որ ինքը զտարյուն հայ է, այսինքն բոլոր տատիկներով, պապիկներով ամբողջությամբ հայ է եւ հիշեցրեց նաև իր
այսպես ցավալի տպավորությունները, մանկական տպավորությունները ցեղասպանությունից, երբ որ իր տատիկը պատմել է, թե ինչպես են իր բոլոր հարազատներին իր աչքի առջև սպանել եւ այլն, հա, իհարկե շատ ծանր հոգեկան ցնցում կարող է ապրած լինել երեխան նման բաներ լսելուց հետո, եւ դա ցավոք սրտի հատուկ է հայրի մի զգալի մասին, եթե ոչ մեծամասնության, հա, եւ այդ տրավման իրականում հիվանդության պատճառ է նաեւ դառնում, հոգեկան ինչ որ թաքնված մի հիվանդության, որը որ չի արտացոլվում մեր մշտական ամենօրյա վարքի մեջ, բայց արտացոլվում է մեր մտածողության մեջ շատ դեպքերում եւ հնարավորություն չի տալիս ավելի լայն նայել աշխարհին, այլ մենք շատ դեպքերում նայում ենք աշխարհին վրեժխնդրության պրիզմայով բացառապես եւ լավն ու վատը դատում ենք ըստ նրա, թե ինչքանով է այդ լավը նպաստում մեզ այդ վրեժխնդրությունը իրականացնել, Թուրքերի եւ Թուրքիայի հանդեպ իսկ վատը ամեն ինչն է, որը որ մեզ դա անել հնարավորություն չի տալիս։ Ահա երբ որ այս պրիզմայով այդ մարդիկ դատում են, բնականաբար իրենք հայտնվում են հեշտ թակարդում կայսերապաշտական նարատիվների ռուսական, որովհետեւ շատ հարմար է, գիտեք, նստել կայսերության մեջ, ռուսական կայսերության ապահով նստել եւ ուրեմն հայտարել հավակնություններ, այդ տարածքային հավակնություններ ուրեմն Թուրքիայի հանդեպ, թուրքերին պատժելու մասին եւ այլն, այդ ամեն ինչը ուրեմն հատուկ էր նաեւ Հայաստանի հայրից, քանի դեռ մենք սովետական միության կազմ ենք եւ երկաթյա վարուքույրով բաժանված ենք Թուրքիայից եւ ոչ միայն երկաթյա վարակույրով, այլ նաեւ ռուսական տանկերով, հրթիռներով, ինքնաթիռներով, կայսերության, սովետական կայսերության հզորությամբ։ Այժմ մենք այլ կերպ ենք նայում նաեւ Հայաստանում, հա, այս ամեն ինչին, որտեղ հասկանում ենք եւ տեսանք նաեւ մեր մաշկի վրա այն վտանգները, որոնք իրենց մեջ պարունակում են Թուրքիայի հետ հարաբերությունների չկարգավորվածությունը, 44-օրյա պատերազմի ժամանակ մենք դա տեսանք, եւ մի քիչ ավելի պրագմատիկ, ավելի ռացիոնալ քաղաքականության կրող ենք դառնում, առանց իհարկե մոռանալու կամ հրաժարվելու ցեղասպանության համար պատասխանատվության խնդրից, որը որ կրում է իհարկե այդ թվում ժամանակակից Թուրքիան, որը որ չի ճանաչում ցեղասպանությունը եւ իր մերժման այս ժխտողական քաղաքականությամբ ինչ որ իմաստով մեղսակից է դառնում նաեւ իր նախնիների արածներին, բայց դա լրիվ ուրիշ հարց է եւ թե ինչպես ենք մենք հասնելու արդարադատությանը, դա իհարկե այլ լիովին նարատիվ է, այլ ոչ թե ուրեմն հզոր քերիներին բերել Թուրքիայի դեմ, հա, որը որ իհարկե շատ տխուր է միշտ ավարտվում եւ մեր կորուստներով է ավարտվում, հա։ Հիմա այդ մարդիկ իրականում նաեւ որոշակի կայսերական նարատիվի կրող են դարձել եւ այստեղ մենք պետք է հասկանանք արդյոք ընդհանրապես կայսերական նարատիվը, կայսերապաշտությունը խորթ է հայության համար։ Ես դրա մասին մի անգամ չէ որ արտահայտվել եմ, մի նաեւ քննարկում ենք ունեցել Նանտապանում Տիգրան Հարությունյանի հետ, երբ որ ես հրապարակել եմ ինչպես կառուցենք նոր Հայաստանը իմ այս կոնցեպտուալ մի հոդված։ Եվ ես այնտեղ ասել եմ, որ հայերը իրականում կայսերապաշտ ազգ են, հա, կայսերական ազգ են, որտեվ մենք տեսնում ենք, թե ինչպես են հայերը դրսևորել իրենց կայսերություններում, մի քանի օրինակ բերեմ, հա, նույն բյուզանդական կայսերությունը, որը ըստ էության հայ-հունական կայսերություններ եւ իր պատմության գրեթե կեսը կառավարվել է նաեւ ծագումով հայերի կողմից։ Դա իհարկե չի նշանակում, որ նրանք մնում էին հայկական պետականության կրողներ, ոչ, նրանք դարձել են կայսերական, բյուզանդական կայսերական ուրեմն կրողներ, բայց միայն այն, որ այդ կայսերությունը հայալեզու չի դարձնում այն լիովին խորթ հայկականությանը եւ հայերին, թեև ինքը նաեւ ունենալով հայ ղեկավարներ, հայ կայսրներ, պարբերաբար նաեւ հակահայկական, հակահայաստանյան գործելակերպ է ունեցել։ Ինչի ես հիշեցի Բյուզանդիան, որովհետեւ նախ շատ մոտիկ են գաղափարախոսություններով Ռուսաստանն ու Բյուզանդիան եւ Ռուսաստանը իրեն հռչակում է նաեւ Բյուզանդիայի իրավար ժառանգորդ, նաեւ հոգեվոր ժառանգորդ, հա, ընդհանրապես բյուզանդական ժառանգության համար պայքար է գնում այսօր Թուրքիայի, Հունաստանի եւ ուրեմն Ռուսաստանի միջև։ Ռուսաստանում այդ նարատիվը շատ խորը արմատավորվում է, տարբեր դուգիններ, ֆուրսովներ եւ այլն ուրեմն փորձում են դա արմատավորել, բայց կարևոր է նաեւ որ կրոնական
տեսակետից ինքը ավելի մոտիկ է բյուզանդական կայսրությունը, որպես էլի ուղղափառություն դավանող մի պետություն եւ հայտնի է ռուսական ասացվածքը շատ տարածված Россия третий Рим, а четвертому не бывать. Այսինքն վերջ, Ռուսաստանը երրորդ Ռոմն է եւ այլ ոչ մի այսպիսի հզոր կայսրություն աշխարհում չպետք է լինի։ Ընդհանրապես երրորդ Ռոմ ասելով նկատի ունեն աշխարհում գերիշխող մի կայսրություն, հա, թե ոնց են հավակնում աշխարհում գերիշխել, մենք տեսնում ենք, հա, ոնց է դա ստացվում իրենց մոտ, արդեն ստիպված են կծվել Չինաստանին, որպեսզի գոնե փրկվեն որպես տարածք, լուր մնաց որպես կայսրություն։ Բայց հարցը դա չի, հարցը այն է, որ այդ կայսրապաշտությունը հայերին հատուկ եղել, ոչ միայն հայերին, այնպես չի, որ մենք դրանով շատ արտահայտուկ ենք։ Հույներն էլ են նույն կերպ կայսերական ազգ, եթե կայսերական չլինեին, չէին կարողանա ստեղծել նման հզոր հազարամյա կայսրություն, ինչպիսին էր բյուզանդական կայսրությունը, բավականին զարգացած եւ բարձր մշակույթով, գիտությամբ, այսօրվա արևմտյան գիտությունը իրականում ուրեմն Բյուզանդիայի հենց Կոնստանտինոպոլիսի համալսարաններից է արտագաղթել ուրեմն ժամանակակից Եվրոպա, ուրեմն Վենետիկի, Գենուայի միջոցով, Ֆլորենցիայի միջոցով, հա, նախ այնտեղ են տեղափոխվել, այնտեղից նաև վերածնունդը առաջացավ եւ այլն, երբ որ թուրքերը եկան գրավեցին Կոնստանտինոպոլիսը, բայց հարցը դա չի, հա, հարցը այն է, որ հայերը բավականին մեծ ներդրում են ունեցել այդ կայսրության ստեղծման մեջ եւ մենք տեսնում ենք նաեւ, որ այլ կայսրություններում էլ հայերը բավականին կոմֆորտ են իրենց զգում եւ բավականին մեծ հաջողությունների են հասնում։ Դա նույնը եղել է սովետական միությունում, միջև այդ ռուսական կայսրության մեջ, որտեղ նաև իրենք մեծապես ասիմիլացվել են, հա, շատ հոգեհարազատ համարելով այդ կայսրությունը։ Բյուզանդիայում էլ ես կարծում եմ այսօրվա հունական էթնոսի մեջ, համենայն դեպս այն մասը, որը որ արտագաղթել է բյուզանդական կայսրությունից, մեծ քշիր է կազմում հայկական ծագումնաբանությունը, որոնք որ ասիմիլացվել են Հունաստանում, բայց նաև Թուրքիայում, որը որ ժամանակակից Թուրքիան իրականում հիմնական ժառանգորդն է բյուզանդական կայսրության, անկախ նրանից, որ այլ կրոնի կրող է եւ այլ մշակույթի, բայց շատ իմաստներով բյուզանդական կայսրության մշակույթը ազդել է նաեւ ժամանակակից Թուրքիայի մշակույթի վրա, մտածողության վրա, նիստուկացի վրա եւ նաեւ ամենակարևորը գենետիկայի վրա, որտեվ հայտնի փաստ է արդեն, որ ժամանակակից թուրքերը շատ քիչ առնչություններ ունեն թյուրքական բուն այդ օղոզական, սելջուկական այդ ցեղերի հետ, որոնք որ գրավել են իհարկե այդ տարածքները, բայց ընդհանրապես փոխանցել են այդ տեղի բնակչության իրենց լեզուն եւ կրոնը։ Այսօրվա գենետիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ առավելագույնը 10%-ի է հասնում թյուրքական գեները, ուրեմն թուրքերի, ժամանակակից թուրքերի ծագումնաբանության մեջ, շատ ավելի քիչ, քան նույն հույների եւ հայերինը, այլ չեմ խոսում էլ տեղի բնակության մասին, որը միջև Բյուզանդիան էլ այստեղ եղել է, հա, խեթերի ժառանգները, տարբեր լուվիացիների, հա, լիդիացիները, կիլիկիացիները, նախահայկական կիլիկիացիներից նկատի ունեմ եւ այլն։ Այսինքն այդ բոլոր ժողովուրդները դարձել են այսօր թուրք ազգի հիմնական, այսպես կմախքը, հա։ Հիմա, երբ որ մենք խոսում ենք ուրեմն հայերի մասին, թե ինչի են հայերը այդպես լավ զգում իրենց կայսրություններում, մենք պետք է նաև դրա պատճառները փորձենք հասկանալ։ Թերևս ամենակարևորը այստեղ մրցակցության մեջ ինչ-ինչ որակների շնորհիվ հաջողության հասնելու հանգամանքն է հայերը հիերարխիկ համակարգերում, ինչպիսին եղել են մինչև հիմա, մինչև պոստմոդեռնը, հա, բոլոր ժամանակաշրջանները ըստ էության տարբեր փոխակերպումներով հայերը այդ հիերարխիկ համակարգերում, երբ որ կանոնները հստակ են եղել, բավական լավ են իրենց զգացել եւ դիրքավորվել եւ զարգացել, բարգավաճել շատ իմաստներով, դա վերաբերում է ոչ միայն քրիստոնեական, ուրեմն կայսրություններին, քրիստոնյա կայսրություններին, ինչպիսին է ռուսական կայսրությունը, բյուզանդական կայսրությունը, բայց նաեւ իսլամական, հենց նույն Օսմանյան կայսրությանը, հիշենք, որ Օսմանյան կայսրության փառքի շրջանում հայկական կրոնական փոքրամասնությունը, որը կոչվել է միլլետ, հա, հայկական միլլեթը եղել է ամենասիրելի միլլետներից մեկը կայսրների, հա, սուլթանների, այսպես ասենք, իրենց մոտ կայսրները սուլթան են կոչվել, որտեղ Օսմանյան կայսրությունը սուլթանատ էր, բայց նաև այնտեղի կայսրները, սուլթանները կրում են նաև խալիֆի կոչումը, այսինքն բոլոր սուննի մահմեդականների առաջնորդի կոչումը, հա։
պատահական չի նաև Օսմանյան կայսրության այդպես մոլերանտ հակադրումը շիաներին եւ ցեղասպարբերական ցեղասպանությունների իրականացումը շիա մամեդականների, հատկապես ադրբեջանցիների, այսօրվա ժամանակակից ադրբեջանցիների հանդեպ, որոնք այն ժամանակ կոչվում են ղազլբաշներ։ Մի խոսքով, ուզում եմ ասեմ, որ Օսմանյան կայսրությունում եւս հայերը բավականին բարձր դիրքերի են հասել եւ ըստ էության դարձել են նաեւ այդ կայսրության հենասյուներից մեկը, կերտողներից մեկը, հա, մշակույթի ստեղծողներից, ֆինանսական, տնտեսական մշակույթի ստեղծողներից մեկը եւ ինչ-ինչ հանգամանքներով մենք հետո գիտենք, թե ինչպես ստացվեց, որ դա դարձանք թշնամիներ, հա, թուրքերի հետ, օսմանների հետ, հետո էլ թուրքերի հետ, հա։ Բայց նաև բացի կրոնական տարբերություններից մենք նաև տեսնում ենք, որ պոստկրոնական կայսրություններում են հայերը բավականին հաջողակ եւ լավ դիրքավորվում, ինչպիսին են օրինակ նույն Եվրոպական միությունը որպես ժամանակակից կայսրության տեսակ, որտեղ արդեն պոստմոդեռնիստական հիմնականում տրենդներն են գործում եւ նարատիվները, որտեղ հիերարխիկ համակարգերը արդեն նիվելացվում են, բայց նույնիսկ այս դեպքում հայերը բավականին հաջողակ են, բավական լավ են դիրքավորվում, հաջողություններ են հասնում եւ դա նշանակում է, որ նույնիսկ այդ հիերարխիկ համակարգերի հարցը չի։ Հարցը այն է, որ հայկական էթնոսին, հայկական մշակույթի կրողներին, իսկ նույն կայսերականություն եզրը դա գենետիկ հատկանիշ չի բնականաբար, դա մշակութային հատկանիշ է։ Այսինքն այդ մշակույթի կրողներին պետք է հատկապես մեծ տարածքներ եւ մեծ շփման հնարավորություն, հա, շփման մեծ հարթակներ։ Այդ շփումը ես նկատի ունեմ խոսակցությունը բացառապես, հա, ես նկատի ունեմ, այո, գլոբալ իմաստով քննարկումը, դիսկուրսը, բայց նաեւ շփումը տարբեր հարաբերություններ ձևավորելու համար, դրանք կլինեն տնտեսական, ֆինանսատնտեսական, դրանք կլինեն արտադրական, դրանք կլինեն մշակութային, կրոնական, մենք տեսել ենք նաեւ թե ինչ մեծ դերակատարություն են ունեցել հայ կրոնական քարոզիչները այդ անցարյացիր ուրեմն եզերքներում, հա, կայսերական տարբեր երկրների։ Հիմա ինչ է այս ամեն ինչից բխում, լավ, հասկացանք, ուրեմն հայերը կայսերական ազգ են, որոնք հիմա ներփակված են այսպիսի փակ նեղ սահմաններում եւ նաեւ միգուցե դրա պատճառով է, որ նեղվում են, ուզում են ընդլայնել սահմանները, բայց իրականում այդ սահմանների ընդլայնումն էլ այնպես չի, որ իրենք պատկերացնում են զուտ հայկական տարածքներ ավելացնելու եւ գնալու այնտեղ ապրելու, որտեղ մենք տեսել ենք արդեն, որ մենք ունեցել ենք այդ հնարավորությունը 94 թվականից հետո Հայաստանի տարածքները էապես ընդլայնվել էին, բայց չգիտես ինչի ոչ մեկ չգնաց այնտեղ ապրելու, նո գնացին, բայց շատ քչեր, հա։ Այլ չեմ խոսում, որ նման ընդարձակումների եւ կայսերություն կերտելու, չնայած այդտեղ կայսերության հարց չէր իհարկե, համենայն դեպս ավելի մեծ պետություն կերտելու համար զոհաբերության, զոհողության պատրաստ են հայերի բացարձակ փոքրամասնությունը, հա, պատահական չի, որ նույն Արցախյան պատերազմում կռվեցին մեր ժողովրդի 1%-ից էլ պակաս մարդիկ, զենքը ձեռքին նկատի ունեմ, բայց դրա փառքի լավրերից, այդ հաղթանակի լավրերից, ուրեմն նիրհում են այդ լավրերի վրա մնացած ժողովրդի մեծ մասը, 90%-ը ամենայն դեպս։ Այնպես որ դա էլ խնդրահարույց է եւ կասկածելի է, որ հայերը ուրեմն այսօր պատրաստ են նման կայսրություններ ստեղծել ամեն գնով, այսինքն իրենց նպատակն է դա։ Դա իհարկե այդպես չի։ Բայց ամենայն դեպս գալով մեր քարոզիչներին, հա, ռուսական քարոզիչներ, հայկական ծագմամբ ռուսական քարոզիչներին։ Հիմա հարցը այն է, որ իմ տպավորությամբ ամենայն դեպս այդ մարդիկ լինելով միջև ուղն ու ծուծը հայ ազգայնականներ, իհարկե ուրույն բավականի պատկերացումներով ազգայնականության եւ հայկականության մասին, բայց փորձում են հեծնել Ռուսաստանի պես հզոր մի երկրի ռուսական կայսրությունը հեծնել հասնելու համար ինչ-ինչ նպատակների, ուղղակի այդ նպատակները, եթե ի սկզբանե եղել են հայ դատականության եւ ազգայնականության շրջանակներում, կամաց դրանք իրենց կյանքի ընթացքում տրանսֆորմացվել են ընդհանրապես զուտ կայսերականության նպատակներին, որտեղ իրենք արդեն կլինեն գլխավոր շահառուների դերում, հա, այդ կայսերության եւ պատահական չի, որ իրենց դիրքավորում են եւ դրսեւորում են որպես շատ ավելի ռուս ազգայնական, շատ ավելի ռուս շովինիստ, քան բուն ռուսական ծագում եւ ուրեմն արմատներ ունեցող քարոզիչները եւ ղեկավարները։ Այնպես որ այդ իմաստով
Եթե մենք գտնենք այդ պատճառները եւ արմատները, մենք կկարողանանք, ես կարծում եմ, լուծել նաեւ մեր խնդիրները, որտեվ ամեն դեպքում այդ Մարգարիտա Սիմոնյանները մեր ազգի մի զգալի մասի արտացոլանքն են, հայլային արտացոլանքն են։ Եվ պատահական չի, մենք ունենք այսօր Ռուսաստանում հայության մի ստվար զանգված, որոնք այսօր ուղղակի տրված են այդ քարոզչությանը, հաճույքով, առանց նույնիսկ ցանկանալու ալտերնատիվ տեսակետները լսել, մեղադրելով ամեն ինչում այսօրվա հայկական պետությունը իդեմս Հայաստանի իշխանությունների եւ այլն, այս հայկական դժբախտությունների մեջ եւ այլն, եւ տեսնելով այո, որ Հայաստանի միակ տարբերակը այն է, որ կծվի Ռուսաստանին եւ Ռուսաստանը շատ լավ կնայի հայերին, կպաշտպանի, ամեն ինչ կանի, այն ինչ որ միջև հիմա այդքան կծվել ենք, տրվել ենք, ամեն ինչ տվել ենք իրենց, այդ բավարար չի եղել։ Իրենց կարծիքով մենք լավ չենք տրվել, միջև վերջ չենք կծվել, այ որ միջև վերջ կծվենք, այդ ժամանակ նոր Ռուսաստանը մեզ կպաշտպանի եւ այլն։ Այդ գաղափարներով տոգորված մարդիկ են, որոնց հիմքում ելի եմ ասում, հայդատականությունն է իրականում։ Ուղղակի հայդատականության այդ պրիմիտիվ պատկերացումները, որ ռուսների միջոցով սանձելով ռուսական կայսրությունը, ամեն ինչով նվիրվելով ռուսներին, Ռուսաստանին, մենք կկարողանանք այնպես անել, որ Ռուսաստանը գա մեր խնդիրները լուծի, այդ թվում տարածքները նվաճելու, մանավանդ մարդիկ պատմությունը կարդում են, ասում են, տեսեք, մազեր մնացել, օրինակ անցած դարասկզբին հենա արդեն մեր ամբողջ արևմտյան Հայաստանը գրավել են ռուսները, եւ եթե չլիներ հեղափոխությունը, հենա այդ տարածքները մեզ էր մնալու, դառնալու են քզոր մեծ պետություն, էլ իհարկե Ռուսաստանի կցորդ, բայց ելի առանց դրա չէր լինի։ Նրանից թե մենք ինչ պատկերացումներ ունենք աշխարհի մասին, նրանից թե մենք ինչ պատկերացումներ ունենք մեզ շրջապատող ժողովուրդների մասին, թե ինչպես ենք պատկերացնում նրանց հետ հարաբերվելը, նրանց հետ հարաբերություններ կարգավորելը, նրանց հետ համատեղ կյանքի ապագան ինչպես ենք տեսնում տարածաշրջանում, դրանից շատ բան է կախված եւ դրա մասին այսօր պետք է արդեն սկսենք քննարկել եւ եթե մենք կայսերական ազգ ենք, եթե ճիշտ է այդ թեզը եւ ես չեմ սխալվում, եւ մենք կարող ենք ուրեմն այնպիսի գաղափար առաջարկել տարածաշրջանին, որը համախմբող կլինի, իսկ կայսրությունը ինչ է, հին մտածողությամբ հին տոմարով, այսպես ասենք, կայսրությունը դա դասական կայսրությունը, դա կայսրն է նախ եւ առաջ, որը իր շուրջ ուրեմն համախմբում է տարբեր ազգերի, տարբեր ժողովուրդների, միավորում է կամ արդեն ժառանգված ստացել է կայսրություն այդ նույն սկզբունքի հիման վրա, հա։ Այսինքն կայսրությունը առանձնանում է դրանում, որ դասական կայսրությունը էթնոկենտրոն չի եղել, հա, այսինքն կարևոր է եղել կայսրը, անկախ նրանից թե ինքը ինչ էթնիկ պատկանելություն է ունեցել, պատահական չի, որ տարբեր կայսրությունների գլուխ եղել են տարբեր այլազգիներ եւ դա չի խանգարել իրենց ուրեմն տվյալ կայսրության շահերին շահերը հետապնդել, հա։ Մենք տեսնենք ռուսական կայսրության գլխին եղել են գերմանացիներ, անգլիացիներ, ինչ ազգի ասես, միջև այդ նորմաններ, հա։ Նույնը բյուզանդական կայսրության գլխին հայեր, հա, ռոմեական կայսրության գլխին տարբեր նաև ցեղախմբերի ներկայացուցիչներ եւ այլն։ Հիմա դրա մասին չի խոսքը, իհարկե հետո տրանսֆորմացվեցին կայսրությունները գնալով մոդեռնի շրջանում ավելի էթնոկենտրոն դարձան, ինչպես օրինակ բրիտանական կայսրությունը, ինչպես օրինակ ֆրանսիական կայսրությունը, հա, ռուսական կայսրությունը արդեն ինքը ճիշտ կոչվում էր ռուսաստանյան կայսրություն, հա, ռոսիյսկա իմպերիա, ոչ թե ռուսկա իմպերիա, բայց ինքը իր բնույթով ռուսական էր իհարկե։ Միջև որ դա էլ հաղթահարվեց եւ դրա հաղթահարման արդյունքում իրականում այն կայսրությունները, որոնք որ կարճած էին էթնոկենտրոնությունից փլուզվեցին, նույն բրիտանական կայսրությունը կորցրեց իր բոլոր գաղութները, բայց այն կայսրությունները, ովքեր որ հրաժարվեցին այդ էթնոկենտրոնությունից, կարողացան պահպանել իրենց գոյությունը։ Դա նախ եւ առաջ սովետական միությունն էր, մենք լավ հիշում ենք, որ 17 թվականի հեղափոխությունից հետո ինտերնացիոնալիզմի գաղափարը հռչակվեց եւ սովետական միությունը Союз нерушимых էր տարբեր ժողովուրդների, հա, այսպես ասած, բրատских народов եւ հակառակը ռուս էթնոսը շատ դեպքերում նաեւ շատ ճնշված է եղել հատկապես սկզբի շրջանում, երբ որ սովետական կայսրության գլխին հիմնականում կանգնած էին հրեական ծագումով ուրեմն վերնախավը, որոնց չիստկայի ենթարկեց եւ այլ ազգիների հետ, նաեւ հայերի հետ միասին Յոսիֆ Ստալինը իհարկե։ Բայց համենայն դեպս սովետական միությունը կարողացավ որպես կայսրություն վերածնվել, այսինքն ռուսական կայսրությունը կարողացավ վերածնվել իդեմս սովետական կայսրության զուտ նրա շնորհիվ, որ ինքը նոր գաղափարների շուրջ էր ձևավորում այդ կայսրությունը, այսինքն տարածականությունը միավորման գաղափարը իհարկե նորից դրված էր հիմքում որպես ցանկացած կայսրության հիմք, հա, եւ
ընդհանուր շուկայի, ընդհանուր տարածքի, ընդհանուր շփման հարթակի այդ գաղափարը կար, բայց դա էթնոկենտրոն չէր, ռուսների համար չէր այդ կայսրությունը, այդ կայսրությունը արդեն բոլոր ազգերի համար էր։ Երկրորդ նման կայսրությունը իհարկե Միացյալ Նահանգներն էր, որը որ էլի կանգնած էր ոչ թե էթնոկենտրոնության, ուրեմն հիմքում չնայած այնտեղ մեծ մասը անգլիացիների ժառանգներն են եւ անգլալեզու էր, հա, Միացյալ Նահանգները, բայց իրենց հռչակեցին նոր ազգ, ըստ էության դա կայսրության անուն է, հա, ամերիկացի անունը դա էթնոս չի, դա կայսրության անուն է, ցանկացած մարդով գնում է Միացյալ Նահանգներ, նա կարող է հռչակել ինքնին ամերիկացի, լինելով տարբեր ռասաների ներկայացուցիչ, տարբեր ազգային պատկանելության։ Այնտեղ էլ է գործում այդ համախմբող, միավորող, ոչ խտրական մոտեցումը բոլորի հանդեպ, ինչպիսին որ պետք է լինի ապագայում էլ ցանկացած կայսրության համար, ինչպիսիք որ դեռ կարող են ձևավորվել, եւ ինչպիսին է նաեւ Եվրամիությունը որպես շատ ավելի երիտասարդ կայսրություն, այսպես անվանենք, իհարկե շատ պայմանական է կայսրություն անվանելը, որովհետեւ այնտեղ չկա կայսր, ամենակարևորը, որը առանձնացնում է կայսրության, հա։ Ну, կարելի է իհարկե պայմանական անվանել դա կայսրություն եւ ասել, որ դա խոշոր միավորում է կայսրության որոշակի բաղադրիչներով, դրական, պոզիտիվ բաղադրիչներով, ինչպիսին են էլի ընդհանուր շուկան, միասնական, ընդհանուր մշակութային տարածքը, որը չի նշանակում ունիֆիկացիա մշակույթների եւ ուրեմն նույնացում, հա, բոլոր մշակույթների նույնացում, բայց նշանակում է, որ շատ ավելի արդյունավետ շփման միջոցով նորանոր հաջողությունների հնարավոր է հասնել այդ ժողովուրդներին, որոնք որ ապրում են այդ կայսրությունում եւ որի արդյունքում էլի նույն հայերը շատ լավ են իրենք զգում կայսրություններում եւ որի արդյունքում նույն հայերը էլի շատ լավ են զգում իրենց Եվրամիությունում եւ հատկապես կենտրոնանում են Եվրամիության գլխավոր կենտրոններում նախ եւ առաջ իհարկե մայրաքաղաքում, Բրյուսելում, որտեղ ունենք ստվար հայկական համայնք, բայց նաեւ կայսերական կենտրոններում, այսպես անվանենք, Փարիզում, Բերլինում, Լոնդոնում, հա, որը որ վերջերս անջատվեց Եվրամիությունից։ Նույնը մենք տեսնում ենք Միացյալ Նահանգներում։ Հայերը կենտրոնանում են հիմնականում խոշորագույն կայսերական կենտրոններում՝ Լոս Անջելես, Նյու Յորք եւ մնացած ուրեմն շրջակա քաղաքներ այդ երկու խոշոր կենտրոնների։ Նույնը Ռուսաստանում էր, Մոսկվա, Սանտ Պետերբուրգ, հա, նախ Սանտ Պետերբուրգ, երբ որ դա էր մայրաքաղաքը, հիմա Մոսկվա, երբ որ Մոսկվան է մայրաքաղաքը, ու չվերցնենք կոմպակտ բնակեցման շրջանները, որոնք որ ավանդաբար են եկել, հա, հիմնականում Հյուսիսային Կովկասում։ Ուրեմն որը պետք է լինի իմ կարծիքով հայերի առաքելությունը, եթե կուզեք, տարածաշրջանում, որը որ ինչ որ իմաստով նաև կդառնա մեր խնդիրների լուծելու ճանապարհը, այդ թվում անվտանգային խնդիրների, որովհետև նոր համախմբող գաղափարը, որը որ մենք կարող ենք գեներացնել նախ, իսկ հետո առաջարկել տարածաշրջանի ժողովուրդներին, որը կլինի վերէթնիկ, ոչ ազգայնական, այլ համախմբող, ինչ որ իմաստով գլոբալիստական մի պրոյեկտ, հա, գաղափար պրոյեկտ, իսկ հայերը, եթե կայսերական են, եթե իրենց հարմարավետ են զգում գլոբալ պրոյեկտներում, ուրեմն իրենք ինչ որ իմաստով նաև գլոբալիզմի հակված ժողովուրդ են, եւ պատահական չի նաև ինտերնետը որպես գլոբալիզմի գլխավոր գործիքներից մեկը ամենաօգտակար գործիքներից է դարձել նաև հայերի համար, ըստ էության հայերն ու հрьяաներն են նախ եւ առաջ ինտերնետի շահառուները, հա, այսպես որպես աշխարհով մեկ ծրված ժողովուրդներ, որոնց համար այդ կապը փոխադարձ դժվարացել է մեծ հեռավորությունների պատճառով եւ այդ հեռավորությունների կրճատումը ոչ միայն ինքնաթիռների արագության աճով, այլ նաև ինտերնետի պես գործիքների ստեղծմամբ եւ սոցիալական ցանցերի պես գործիքների ստեղծմամբ էապես հեշտացել է։ Այնպես որ եթե մենք այդ ուղղությամբ մտածենք, ոչ թե մերժելով մեր կայսերական հատկությունները, համենայն դեպս մեր ժողովրդի մի զգալի մասն է, խոսքը չեմ ուզում բացարձակացնեմ իհարկե բոլորի վրա, բայց մի զգալի մասը մեր ժողովրդի եթե կայսերական է, ուրեմն այդ կայսերականության դրսևորման դաշտ պետք է ստեղծել, իսկ այդ դրսևորման դաշտը հենց պետք է լինի այդ գլոբալ պրոյեկտը, որը մենք կարող ենք գեներացնել եւ առաջարկել տարածաշրջանին։ Իմ կարծիքով հեծանիվ չհնարելով, որտեղ մենք ունենք արդեն նման պրոյեկտ, որը սերտագույն հարաբերությունների մեջ է Հայաստանի հետ եւ հաջողակ պրոյեկտ, դա Եվրամիությունն է, որի մասի դեպ մենք կարող ենք դառնալ եւ դա չի խանգարի մեզ տարածաշրջանային գլոբալ պրոյեկտի առաջամարտիկը եւ առաջմողողը դառնալու, իսկ այդ տարածաշրջանային գլոբալ պրոյեկտը, որի մասին եւս երկար տարիներ է խոսում եմ, դա լինելու է
համախմբող մի այնպիսի գաղափարախոսություն, մի այնպիսի արժեհամակարգ, որը հիմնվելու է մեր տարածաշրջանային արժեքների վրա, որի կրողն ենք մենք, որի արտացոլանքը մենք տեսնում ենք նաև էպոսում, Սասնա ծռեր էպոսում, որի արտացոլանքը տեսնում ենք մեր հեքիաթներում, եւ որից հեռու չեն նաև մեր հարևանները, որոնք որ ելի եմ ասում, գենետիկորեն շատ չեն տարբերվում մեզանից եւ ընդամենը մշակութային այս նոր շերտերի ի հայտ գալն է եւ հատկապես լեզվի իհարկե ի հայտ գալն է, որ նրանց հեռացրել է հայերից, հայկականությունից, բայց նաեւ ինչ որ իմաստով նաեւ այն արժեքներից, որոնց կրողը մենք շարունակում ենք մնալ մեր մի զգալի հատվածում եւ որոնց վերադարձը իրենց համար էլ կլինի ոչ միայն հաճելի, այլ նաեւ օգտակար։ Իրենք ավելի իրենց ափսեի մեջ կսկսեն զգալ այդ արժեքներին վերադառնալու դեպքում եւ այդ նոր գլոբալ պրոյեկտի հիմքում ուրեմն լինելու է ահա այդ գաղափարախոսությունը, որը ես չեմ ուզում անվանել այլ բառով, որովհետեւ եթե դա կրոն լինի, կրոնները չեմ կարծում, որ կարելի է ստեղծել ուրեմն առանց ներշնչանքի, ես կարծում եմ բոլոր նրանք, ովքեր ստեղծել են կրոններ, նու իհարկե իրենք ասում են, որ դա Աստծուց է տված, ես դա անվանում եմ ներշնչանք, ներշնչանքի արդյունքում առաջացած այդ ոգեղեն պորտկումներ, այնպես որ չենք նստելու սպասենք, թե ինչ որ մի մարգարե կհայտնվի, ու մոտ այդպիսի մի ոգեղեն պորտկման արդյունքում մի լուսավորում տեղի կունենա իր մտքում եւ ինքը կառաջարկի ունիվերսալ մի նոր կրոն, որը որ կլինի ոչ թե իրար բաժանող, այլ իրար համախմբող եւ որի հիմքում կլինեն ունիվերսալ համամարտկային արժեքները, որից ինչ որ իմաստով սկսում են հեռանալ շատ այլ կրոններ, ոչ թե նրանով որ իրենք հետադիմում են, այլ որովհետեւ այդ համամարտկային արժեքների զարգացումը եւ դրանց վերադարձը ավելի արմատական մեր հին նախնիների մոտ եղած արժեքներին վերադարձը ավելի ակտիվ է հիմա ընթանում եւ խզումը դրա արդյունքում շատ դեպքերում այդ համամարտկային արժեքների եւ գործող կրոնների միջև մեծանում է, ինչքան էլ որ կրոնները փորձում են մոդեռնիզացվել եւ հարմարվել այդ ժամանակակից համամարտկային արժեքներին, որոնց հիմքում իհարկե ընկած է մարդու իրավունքները։ Այնպես որ ես կարծում եմ, որ այս քննարկումը եւս պետք է ծավալել։ Ես ուրախ կլինեմ, եթե այս գաղափարի շուրջ եւս որոշակի դիսկուրս ծավալվի եւ մենք կարողանանք մեր կայսերական նկրտումները դրսևորել եւ զարգացնել ավելի պոզիտիվ եւ ավելի պրոդուկտիվ դաշտում, իսկ այդ դաշտը ստեղծել է պետք, այդ հարթակները ստեղծել է պետք, իդեմս նոր գաղափարների, նոր գաղափարախոսության եւ նոր արժեբանական մոտեցումների, որոնք որ կարող են լինել լավ մոռացած հինը։ Այսօր այսքանը, կհանդիպենք։